Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեր հաղորդաշարը, դա նշանակում է, որ ժամը 22:45 րոպե է, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Նախկին երկու նախագահները իրենց մասին անընդհատ հիշեցնում են, ինչպես Վալերի Լեոնտьևը, երբ ասում էր չեմ երգելու, բայց այդպես կորպորատիվների մասնակցում երգում է այդ տարիքում։ Օրեր առաջ տեսանք Սերժ Սարգսյանի այդ 6 ժամանոց հարցազրույցը, այսօր ժամը 21:00-ին տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, իհարկե անոնսը տեսանք, այդպես շատ անդրադառնալու բանը չկա։ Նայելու բանը չկա։ Այո, արդեն ամեն ինչ բարձ։ Արամ առաջարկում եմ Սերժ Սարգսյանից սկսենք, բայց իհարկե այդ 6 ժամը չենք դնելու հերթով քննարկել։ Մեր հայ հետևորդներն հաստատ չեն ցանկանա լսեն, ամեն ինչ լսել են, գիտեն։ Ուղղակի բավական ծիծաղալու է, երբ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չի հասկանում, որ ինքը սխալ էր այս պարագայում Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդ հայտնի ասացված կա, չէ՞, երեխան մեծանում է բութ եւ շատակեր։ Օրինակ ես կներեք, եթե չճանաչեի Սերժ Սարգսյանին, երեք որ նայում էի իր հարցերից, կարող է հուզվեի։ Եթե Հայաստանում ապրած չլինեի, օրինակ Մադագասկարից նայեի, չճանաչեի, կհուզվեի ուղղակի։ Մի սուրբ անձնավորություն։ Իդեպ Սերժ Սարգսյանի այդ կուսակցական ընկերները, այդպես քույրերը տեսանյութեր են տարածում, ասես տխուր դեմքով սրտաճիմի նախագահան խոսեց, մենք բոլորս նայեցինք, ու մեր հետաքրքիր Սերժ Սարգսյանի հարցազրույցը ընդհանրապես։ Տնեցիքին իրան։ Ինչ նոր բան պետք է ասել Սերժ Սարգսյանը, մաքսիմում ես կարծում եմ Վատիկանում նստած Միքայել Մինասյանին, էլ կարող Վատիկանում չէ, Թբիլիսիում էր նոր տարածքներ էր այնտեղ ձեռք բերում։ Արա մինչև տես Սերժ Սարգսյանը բացի այն որ ցույց տվեց որտեղ է նստում Շարմազանովը, տենց Աշոտյանը, այդ աթոռները որտեղ են, հա, քանի հոգով են գալիս, այդ ոնց որ ռեստորանային համալիր ներկայացնեն, իսկ միջին բանկետի Ախտերս բերել է Արթուր, որ Շուշան Պետրոսյանի ունիտազը ցույց չի տվել հանրապետական կուսակցություն։ Ոսկեզոծ։ Այո, փրկվանք։ Իրականում ծիծաղելի է, չի լինում, ասենք լուրջ այս մարդկանց վերաբերվել, որովհետև տես ինչ ասում, ասում են ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում են մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում են, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր եւ պատճառներից մեկն էլ այդ էր պարտության։ Այդ ինչից ինքը վերցրեց, որ ընկել էր, ասինքն ինչ եղավ, եթե 2018 թվականին ոնց որ դու ես ասում շունը կատուն տառականները դուրս էին գալիս նաև հեղափոխություն էին անում, նույնիսկ խաղաղապահներն էին դուրս եկել, զինվորականներն էին դուրս եկել, այդ հեղափոխությունը ողջևորված ասեն կամ 44 օրը զինվորներ կռվում, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չէին կռվում։ Ինչպես ասում են Արթուր, մինչ այս երևույթին անդառնալը ես կցանկանամ շատ կարճ անդառնամ նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրին եռակողմ եւ այն հայտնի թեզին, գիտեք որ քոչարյանասերժական թափթփուկները անընդհատ այս 5 տարի ասում են գնաց կապիտուլյացիան ստորագրեց, հանձնեց, դավաճանեց մեզ, մենք հաղթելու էինք, մենք արդեն ջանջա էինք հասել։ Իրականում ասեմ ինչա տեղի ունեցել Արթուր եւ կփաստեն այն մարդիկ, ովքեր որ օրեր առաջ ես կարելի ասել 3 զրուցել եմ կամավորներից իմ ընկերոջ հետ, որը որ վերջին մարկանցից է եղել, որոնք որ Շուշիից դուրս են եկել եւ ուղղակի Արթուր ես երևի կգամ յոր այդ մարդիկ կպատմեն թե ինչ են տեսել իրենց աչքերով եւ նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրի այդպես բնականաբար դա գիտեք մենք չենք ողջունում այնպես չի որ դա երազանքի փաստաթուղթ է բայց ցավոք սրտի եթե նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը չլիներ հավատացած եղեք որ տասնյակ հազարավոր զոհեր էին տալու հայկական կողմը որովհետև կարելի է ասել ռազմաճակատը ճեղքված էր Շուշին արդեն օկուպացված էր եւ մեր կամավորները, մեր զինծառայողները կարելի է ասել հայտնվել էին շրջափակման մեջ, իսկ թե ինչու տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը, որովհետև Արթուր դուք պատկերացնում եք, երբ մարդիկ մեկնել են ռազմաճակատ հայրենիքը պաշտպանելու, բայց թուրք չեն տեսել, թշնամի չեն տեսել, այսինքն մարդ ասում է ես ասում եմ ոչ ինքնաձիգի խնդիր ա եղել, ավտոմատել ենք ունեցել, փամփուշտել ենք ունեցել, ամեն ինչ էլ ունեցել ենք, բայց ասում եմ այս պատերազմը Արթուր, սա 1992-94 թվականների պատերազմ չէր։
Այսինքն հայ զինվորը կանգնած սպասում է թշնամուն, բայց թշնամին ոչ թե ֆիզիկապես գալիս է գրոհի Արտուր, այլ մինչև թշնամու հետևակի գալը, ուղղակի կասետային, գիտեք, այդ ռումբերը, ֆոսֆորային ռումբեր, մարդիկ իրանց աշկով են տեսեին բերել ցույց են տվել։ Դիրքում դիրքավորվել են, սպասում են հակառակորդին ու նայում ես, որ 30-40 րոպե ուղղակի անձրև է թափվում։ Ռակետներ, հրետանի, իսկ մենք ինչ ունենք, ոչ մի բան։ Ավտոմատը տվել են զորքին, ասում են կռվեք։ Այդ զորքը ոնց կարվի Արտուր, եթե դե մենք տեսանք, որ դրոնները ավտոմատով էին կրակում։ Հիմա դա ուղղակի նշեմ, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրվեր, հատացած եղեք մենք մի քանի տասնյակ հազար զոհ ենք տալու, որովհետև արդեն զորքը հայտնվել էր շրջափակման մեջ եւ զորքերի կդիմադրեր։ Կատաղի դիմադրությունը ցույց տվել հայկական ուժերը Արցախի պաշտպանության բանակը, կամավորները, բայց երբ որ քո դեմը թշնամի չկա, 21-րդ դարի կռիվ է գնում, ռակետներով ու սամոլյոտներով են խփում, զորքը տեղ ինչ անի։ Դա է ամբողջ հարցը, թո Սերժիկ Սարգսյանը դրանից խոսա։ Ես ուրիշ բան ասեմ, Արտուր, տեսեք, Տոնոյան Դավիթը, ում օրոք է դարձել Տոնոյան Դավիթ, Սերժիկ Սարգսյանի։ Այդ բոլորն էլ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կադրերն էին, չէ՞։ Այսինքն հիմա եթե Նիկոլ Փաշինյանը գնա Իսրայելում, օրինակ Նեթանյախուն հանձնի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, Իսրայելը կարա պատերազմում պարտվի, բնականաբար չի կարա Արտուր, որովհետև գոյություն ունեն զինված ուժեր։ Մեր զինված ուժերը, դու գիտեք ինչ մակարդակում ա եղել, ես ի տարբերություն Սերժիկի, Ռոբերտ Քոչյանի թափթփուկների, որ մտնում են եթերներ էշեշ դուս են տալի, բանակել չեն գնացել։ Իրա падգամավորները իրա թիմը նայում ես, մարդիկ ասում են մենք մեր գրիչով մտքով ենք ծառայել հայրենիքին։ Դե Թուրքիա եկավ այդ գեջը տեսանք ուր կողեց Սերժի ու Քոչյանի ու այդ դրանց որ մարմնի որ մասը։ Բա գնայիք ձեր գրիչով բան էիք, պաշտպանեիք հայրենիքը։ Սրանք անգամ զենք իրանց ձեռքը չեն վեկել, բանակում չեն եղել Արտուր։ Մարդը բանակում չի եղել, չէ՞ հեքիաթներ է պատմում։ Ես դուք մենք ծառայել ենք, չէ՞ զինված ուժերով։ Մենք տեսել ենք, չէ՞ որ մարդու զինվորական գրքույկը հիմա վերցնում է, ցանկացած զինվորի նախկինում որ ծառայել է, վերցեք տեսեք։ Հեքիաթ է գրած։ Այսինչ տարի, այսինչ տեղը ինքը, այսինչ պատրաստությունն է անցել։ Բենզինը դուս են գրել, փողերը կերել են, այդ մարդը սկի տեղյակել չի, թե ինչ են գրել։ Այսինքն սրանք լուրջ խորքային խնդիրներ են եւ ապագայում պետքա դադվեն սրանք Արտուր, այդ պատասխանատուները, այն մարդիկ, որոնք որ տարիներ շարունակ բանակը կերե թալանել են, ես զինվոր գիտեմ, ասում մենք Տուշոնկա բանակում չենք էլ կերել, չէր հասնում տեղ։ Դուք պատկերացնում եք Ենթասպաները թիկունքի պետը բան տանում են, չէր մնում։ Հիմա անդրադառնանք Սերժիկի այդ հայտնի 6 ժամանոց հարցազրույցին, դե 6 ժամից 3 ժամը այնտեղ ինչ-որ տամբուշկեն ունիտազը Սերժը ուր դե լողանում, չգիտեմ ինչ շամպուն է օգտագործում, ոնց որ բան Էյնշտեյնն էր գեզմանից դուս եկել էին թե հասկանային այդ Նոբելյան մրցանակակիրը ոնց է ապրում, էլի։ Ես ասեմ որ հայ ժողովուրդը թքած ունի թե Սերժիկը Շարմազանովը կամ Աշոտյանը կամ այն մեկը որ դե նստում ինչ անում, կամ Սերժի կաբինետում Սրանք ուղղակի հոգեկան խնդիրներ ունեն Արտուր։ Արամ, ես ասեմ, ընդամենը կրկնօրինակից էր Վլադիմիր Պուտինը, որ ռուսական երկրորդ հեռուստաալիքին այդ մեծը տենց ինտերվյու տվել էր, որ շրջում են տանը բան, հիմա այնտեղ պարոն նախագահ, այս գրքերը կարդալու համար է, թե վառելիքա կպչան եք բանալը բերը, ֆենով եք կպցնում, թե ձեռով եք մի քանի տարվա ստացածս, այ բան տենց։ Ում է հետաքրքիր Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ ուղակի ասենք։ Մարտով երևի հավատում է Սեյրան Օհանյանի ասած խոսքերին, որ 1945 թվականի զենքերը դրանք կարելի է բանակ սարքել ու կրակել։ Տեսեք, ամենակարևոր հարցերը, որը որ հայ ժողովրդին հետաքրքրում է, այդ հարցազրույցում չտվեցին։ Կանչել էին Սերժի գովքն էին անում։ Պարոն 92 թվին Շուշիում դու ինչ արեցիր, այդ հիմա տենց տրենդ է, չէ՞։ Մարդիկ կան, որ ում հետ հանդիպում ես, ասում է Վազգենը ինձ ասես, դե մահացել է, չես կրա հարցնես ճանաչումը թե չէ։ Այդ վիճակն է, այս մարազմացիկ բիձեքի մոտ արդեն, փողով մարդ ենք, թե որ գան իրենց գովան։ Այդ կաբինետում որ գալի տես լցվում, հավաքվում են այդ բանից անտեղյակ թե ինչի համար Արտուր։ Գալիս են, ես ուղղակի ուզում հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը արդեն բավականին երկար ժամանակ իրենք նախագահ չեն։ Պարոն նախագահ։ Հիմա անդառնանք այդ հարցազրույցին։ Տեսեք,
նախ եւ առաջ պետքա հետաքրքրվեին Սերժ Սարգսյանից, թե այդ ոնց եղավ, մենք օրերս ինֆորմացիա ենք ստացել, որ ֆլեշի Բարսեղը, որը որ փոխկապակցված անձ է Սերժիկ Սարգսյանի մանկության ընկերն է, այդ ֆլեշի սեփական ատենն է, Արադ բանկի սեփական ատենն է, որտեղ որ նաև փայ ունի Սերժ Սարգսյանը, թե այդ ոնց է հիմա Դուբայում շենք կառուցում ֆլեշի Բարսեղը, այդ ում փողերով Սերժ, դրա մասին խոսա, այն փեսեն, այն իմբիցիլը։ Դուք դրա փեսում տեսել եք Արտուր։ Միքայել Միասյանն ինչ այդ Գոմիկի տրանսգենդեր է երևի նայում ես դեմքին։ Դու հիմա Սերժ դու գամ ես պատմի թե Միքայել Միասյանը այդ միլիոնները ո՞նց է Հայաստանից տարել դուրս։ Այսինքն այն ամենակարևոր հարցերին, որ պետքա պատասխաններ հնչեն, գոնե մարդը ափսոսանք հայտնի, գոնե ինչ որ, չգիտեմ, էշ դուս է տալի։ Ասեն հայ ժողովուրդը ձեզ մեղադրում է այս հանցանքների մեջ։ Ոչ թե թեխի 2018-ին տվեց։ Ես բացարձակ թքած ունեմ, թե ինքն ու Ռոբերտ Քոչյանը ինչ խնդիր ունեն, խիեն իրարից նեղացել, խիեն իրար գզում, չնայած գիտեմ, իրար այն ամենավերջի քֆուները տալիս են։ Ասեմ իմանաք։ Հելնում տելևիզորով ասում են մենք մարտական ընկերներ ենք, էլ մերուկանիկ են իրար քրվում, իրանց այդ հետիները։ Փաստերով ամեն ինչով ունեմ։ Քոչյանի Գերասյանից մարդը դուրս գալի 5 րոպե հետո Սերժին մեյա քրվում Տելեգրամում։ Նույնն էլ նրա մոտ։ Սրանց մակարդակը էս է, դու սրանից մտածեն իրանք։ Ու ես նորից եմ ասում, ես խորհուրդ կտամ ընդհանրապես ինքը, եթե ուզում է ինչ-որ իրան մորանան, ընդհանրապես մի կերպ արանքը սենց ճղի փրկվի, թող ընդհանրապես չերևա այդ կամերաների առաջ, որտեղ ինքը ասելիք չունի։ Ինչից խոսա Արտուր։ Ասում եմ բանը, բառարանում գնացեք, բացեք, այսինքն մենք կարող է վաղնել Սերժ, քո այդ շփելուց թարգմանիչ բերենք, չգիտեմ, էլի, գիժ։ Ինչ է, այս մարդուն ինչ, այսինքն ասում է գնացեք բառարանում նայեք, այդ բառը ինչ է նշանակում։ Լավ ես խափում արա։ Հելար 15 թվին սահմանությունը փոխիր, հայտարարիր, որ էլ երբեք չես առաջադրվելու պաշտոնի։ 18 թվին հելար լրիվ ուրիշ բան արեց։ Հիմա այս այդ երկրի ղեկավար եղած մարդը ընկել է սենց բառարանի ինչ-որ մի հատ բառերի հետևից սենց փորձում է շուտ կրուտի տանի, էլի։ Ափսոսանք ու ամոթա, որ մենք սենց երկրի ղեկավար ենք ունեցել եւ արդյունքը տեսանք ինչ եղավ։ Իրանց բանակն է տեսանք, իրանց պահած երկիրն է տեսանք, ամեն ինչն էլ շատ լավ տեսանք Արտուր եւ սրանք այնքան այդ բառը չեմ կարողանում գտնել, այդ մարդը ինչ աստիճանի եթին պետք է լինի, քաղաքական եթին, որ պատերազմը պարտված Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին հրաժարական տվեց։ Գնացեք գիտեք ոտրից կախվել են, ասում են հրաժարական դու տվեց։ Տվեց 3 ամիս դու կրեց իր ցնցություններով։ Սրանք նամուս թասիվ ունենային, հələ այնվաղ Արցախը վերջնականապես չէր օկուպացվել։ Ընդհանրապես չէին խոսա։ Այսինքն Սերժիկին մենք հերթորական հարց ենք տալի, Սերժիկ, պարոն, չգիտեմ, նախագահ ասենք, ինչ ասենք, հրամանատար, որի ամենից լավը զգա ասենք, Ֆեյլդմարշալ, Ժուկով, դու պատմի այդ ֆլեշի Բարսեղը այդ ում փողերով է Դուբայում շենք սարքում, Արադ բանկից խոսա, Սպայկայից խոսա, Քաջանի կոմբինատից խոսա, այդ որ փեսետ ամեն տեղ փայեր ուներ, Երևան մոլից խոսա, այն որ 76 դրվագով քրեական գործ է, հարսիտ վրա հարուցված, դրանից խոսա, թե չէ եկել է բանն է, ունիտազն է ցույց տալի, Տամբուշկյանն է ցույց տալի, այդ անլուջ եմ համարում Արտուր ու սրանք այն աստիճանի թեթև սոլիկ են ու այն աստիճանի այս քաղաքական համակարգը պղծե, որ արդյունքը տենում եք Արտուր։ Մարդ չի ուզում գնա ընտրության մասնակցի, սրանց ռոժը տենում է։ Սա է։ Ասպա Սերժ Սարգսյանը ասպա Հայաստանը պետք է կիրառեր ամենահզոր եւ հեռահար համակարգերը 2020 թվականին Ադրբեջանի հարձակման առաջին իսկ րոպեից երևի նկատի ուներ Իսկանդերի մասին։ Հա, այն որ խփին կրակին չտրակավ Շուշիում։ Կամ լավ 16 թվին Աբյանի ժամանակ բադուխի չկիրառիր։ Մեծն Սերժիկ։ Նա քարորը ասում ենք թաթրի զանգեցի, ասեցի լավ ամոթ ասենք էլի, լավ ամոթ է։ Ասենք սրա գեներալներին տեսել ենք, չէ՞, 16 թվին ովքեր են եղել։ Մեկը բիլիարդ էր խաղում, մեկը Խաչատրովի բանում ժուջոկ էր դրել փոխանակ Թուրքին լսի գլխավոր շտաբում էր Կապիկոսյանը, որ Սերժին գնար զեկուցագիր գրեր։ Սրանք, այսինքն Արտուր, այնպես բաներ կա, ամոթ ասեմ։ Ամոթ ասեմ, որ ինչ մակարդակ է եղել։ Սեյրան Օհանյան, Ռուզիկ, այսինքն դուք պատկերացնում եք
նախարենք, դե տավարին չեմ ուզում հիշեմ, դա ընդհանրապես չգիտեմ ինչ է, այսինքն նախարենք ունեցել, որ կինն է որոշե, ու այս պատկաբլուշնիկ տավարները սենց ուրիշ ձև չեմ ուզում ասեմ, այսօր իրավունք են վերապահում եղից խոսան, մի բուր աղկերեք մեռեք արա, ձեր հորական շիմերը թողիկ Արցախում փախակ, մի հատ էլ ինչ ասում են, դե ասում է Շահրաման Սամվելը մի օր կխոսա, կասի, որ իրան ցուցակ էին տվել, Բակո հենց այն լովա մով այդ գեներալ բանի, որ Ղազի պես գերի ինքան դրանց հետ կապված։ Դուք այդ եք արա։ Տեսանք էլի գլուխները կախ ընկերներդ գնացին շամպես հանձնվան։ Թասի բունային գրանտը կքաշեն, մի հատ թուրք հետներ այդ գեներալ կտրակցնեին։ Ու այս անիկնասները ինչ որ բանից են խոսում։ Դրանից խոսած եք արա։ Իդեպ է թափում։ Չեմ ուզում սա անդառնամ, այս դիակին քաղաքական Արտուր, սա այլևս պատմության աղբանություն հանգրվանած ինչ-որ մի հատ երևույթ է, բանենք բրախ ենք Սովետ Աշենսը։ Ասում է Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարները այլ ելք չունեին, կամ պետք է փախչեին գային Հայաստան, դրանով վարկաբեկեին իրենց կամ գնային ինքնազոհության։ Ինչ վարկաբեկեն, որ վարկաբեկված պրծած էին։ Արտուր, մտքես հասարակ բան ասեմ, նայ, ինքը արդեն իր այդ պատասխանի մեջ բացահայտում է իր ով լինելը, այսինքն հայրենիքի համար կյանքը նվիրելը գնալը անձնազոհության ինքը չի դիտարկում, այսինքն սա մորթապաշտ է, այլ ելք, ասում է այլ ելք չունեին, ոչ չունեին, լիմոնկա չունեին արա, Արայք Հաուցյանը մնում էր Զիբիլի ավտոքշոների զենք բաժաներ, քաղաքովում խփում է, պարզվում է Արայիկի տված զենքով են խփում, ինչ այդ զենք չունեին, լիմոնկա չունեին, ինչ ավտոմատ չունեին, ունեին լավ էլ Արտուր ջան, բայց սրանք փողի մեռած են։ Ախր հարցն է 18 տարեկան զինվորը քարորյա պատերազմի ժամանակ նռնակը քաշում է, ասում է հիշեք ինձի այդ հայտնի խոսքերը, ասեք լսում ես ջանովդ մեկ սրսուրը ասում է, մարմինը ցկում է դողալ, ասեք քաշումը տրակհասնում է բանով։ Իրանք եկե բանը ասում է կպտի գային այստեղ վարկաբեկ, իրանց անունը վարկաբեկ։ Ինչից վարկաբեկին Արկադին եկել էր 44 օրյա պատերազմի ժամանակ բագաժնիկը բացել էր, ավտոից ինչ ասես դատարկել էր դատարկում մրգերի, ոնց որ գնացել էր բանից Պարսկաստանի շուկայից, Մեյմանդարի շուկա, կամ Մեյմանդարից բան էր առնում։ Ինչ պայմաններում է զոհվեի մեր երեխեն, ոնց է զոհվե, որտեղ, ոչ հրամանատարի անուն գիտեմ, ոչ չաստի համար գիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Ընդամենը 2 ամիս էր, ընդամենը 2 ամսվա ծառայող ու ասես վերջ, բերեցին տվեցին դիակը ու վերջ։ Ես հիմնականում արցախցիներին եմ մեղադրում։ Արցախցիները այդ որ հիմա այնտեղ նստել են, այնտեղ սպասում են, որ ազատեն իրենց, բացի Ռուբեն Վարդանյանից, նրանց բոլորին պետք է սենց կտրտեն մարմինը, աղը լցնեն վրեն, չթողեն որ մեռնեն։ Եթե դուք տղամարդ էիք, գերության մեջ գտնվող մարդկանց հասցե ինչ եմ կարծում կարելի այդպես բաժանել։ Դա քիչ է իրանց։ Եթե նրանք տղամարդ լինեին, եթե իրանք իրոք իրանց ազգի նվիրալներ էին, նրանք չպետք է գնային իրանք իրանց ձեռով հանձնվեին։ Երբեք հերոս մարդը ու հայրենիքի նվիրված մարդը երբեք չի գնա գլուխը կախի թուրքի առաջ։ Ինքը կարար գնար զենքը վերցներ, կանգներ, ժողովրդին էլ իր հետևից տաներ, զոհվեր, բայց ինքը չգնար Թուրքի առաջ ծնկի չգար։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ արցախցիներն ամբողջ ուժով կռվել են, չէ՞, դա փաստ է եւ փաստը հա պիտի կռվեն, բա իրանց երկիրն է պիտի պաշտպանեն։ Ես ձեզ նորից եմ ասում, ով է ընդհանրապես Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Մնացական Լևոնը, Սերժիկ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը, սրանք ասում են մորթապաշտեր են, սրանք իրանց պետությունը հայրենիքը վաճառել են, սրանք փողի մեռած են, ասում են երեք չունեն, այսինքն հիմա նայում ես Բաքվի բանտի կադրը, գեներալ տղա նասկին լվացած պարավոյից կախած բանի պես, սենց գլուխը կախ, այտենց ապրելում է պետք արա, բայց հիմա ինչ սխալ բան ենք ասում Արտուր, բայց 18 տարեկանին խեք տանում, ասում եք եկես հայրենիքը պաշտպանեք, մարդիկ էլ իրանք տրակցնում, գերի չէին են գնում, հետներն մի 5 հատ թուրք էին տանում։ Բա այսինքն դուք արա այդ երեխեքի հաշվին, ձեր բջերին, ձեր սիրասներին, ձեր կյանիքին, որ ձեր կյանիք ձեր վրից թրել են շուտվանից արա, բերանս բացել չտակ, այլ վիժվածքներ, դուք ձեր կյանիքից խաբար չեք, ձեր երեխեքից, ձեր աղջիկեքից խաբար չեք,
Դուք դիշովկա եք, դիշովկի պես էլ սատկելու եք։ Իսկ այդ բանի Բաքվի բանտում գտնվող այդ գեներալը այնտեղ ղեկավարությունը այդ էլիտա կոչվածը, դրանք պետք է գնացեք դատվեն Արտուր։ Դրանց դեմ մենք պետք է դատենք, որ դասը լինի։ Որ ղեկավարը, գեներալը, նախագահան, հրամանատարը գերի իրավունք չունի հանձնվի։ Եվ վերջ։ Ու Սերժիկին մի հատ եմ զգուշացնում, արա եկա մարդ ես։ Էշի հորթային ես բանը, մտկապիկություն է անում։ Այդ հեքիաթներից կեթաս ասում եմ, Շուշան Պետրոսյանին կպատմես։